Այ ժողովուրդ ջան, հենց քաղաքապետարանից գալիս են ծառ էտելու, միանգամից շուխուր են կանում, թե ուզում են մեր միջոցներով ու մեր խնամքով աճեցած ծառերը կտրեն ու այնպես չի, որ հոխորտալու տեղ չունենք։ Այո, տասնյակներով ծառեր են քոքից կտրել, որոնք դեռ տարիներով կարող էին հարստացնել թթվածնի մեր պաշարը, բայց կան նաև ծառեր, որոնք ենթակա են հատման, քանի որ իրենց դարն ապրել են։ Ու երբ այդ ծառերն էլ չեք թողնում կտրել, լինում է այն, ինչ եղավ աշտարակի խճուղի վրա։ Նենց որ այս հարցում էլ պետք է կարողանանք թացը չորից զատել։ Ողբերգական այս պատմությունը կներկայացնենք տեսանյութի վերջում։ Հիմա անդրադառնանք դրան մոտ մի պատմությանը։ Նկատի ունեմ հանգամանքը, որ ըստ դեպքում էլ սյուներ էին տապալվել գետնին, բայց ոչ իրենց կամքով։ Հենա տեսնում եք, Chevrolet Volt-ը, որի վարորդը չգիտեմ ինչու, չգիտեմ ոնց, ոչ տարել, ոչ բերել է, Ավան Առինջ թաղամասում այգի ռեստորանային համալիրի մոտ տապալել է միանգամից 3 էլեկտրասյուն։ Միայն կարելի է ենթադրել, թե այս զռլամաները տապալելու համար մեքենան ինչպիսի արագություն բացած կլինի, ընդ որում, բացի նրանից, որ էլեկտրասյուները բետոնից էին, դրանց վրա առկա լարերը ևս բավականին հաստ էին։ Իսկ դա նշանակում է, որ այսպիսի պատկեր ստանալու համար Chevrolet-ի վարորդը ոդկը գազի սեղմակին շատ է հենել։ Մարդու բան չեղը, չէ՞։ Լավ է։ Չնայած վարորդի ազգանունը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ Բախտիկյանը միայն երջանիկ աստղի տակ ծնվածը կարող էր սենց ավերածություններ գործելուց հետո ոչ միայն չբռնել հանդերձյալ աշխարհ գնալու ճամփեն, ինչը մենք չենք ցանկանում, այլև անգամ չվիրավորվել։ Այդուհանդերձ, այնինչ արել է Chevrolet-ի վարորդը խրատական ձեռնարկ է, թե ինչ չպետք է անեն վարորդները։ Փաստ է նաև, որ Բախտիկյանը իր արածի դիմաց սեփական գրպանը ահագին թեթևացնելու է։ Այնքան սովորական է դարձել, որ ամառվա սեզոնին գրեթե ամեն թողարկմանը պիտի ներկայացնենք հրդեհի հետ կապված պատմություն։ Ուղղակի այս սեզոնին հրդեհն ավելի շատ ծագում է մեքենաներում ու հիմնականում գազաբալոնների պատճառով, իսկ դա նշանակում է, որ դրանք էլի չեն ստուգաչափվում եւ այդ գործընթացի վրա աչք է փակվում։ Ահավասիկ, գիշերը ժամը 3:15-ի սահմաններում գործարանային մետրոյի մոտ տեղի ունեցածը։ Հրշեջների 2 մարտական հաշվարկ է պահանջվել, որպեսզի մի տևական ժամանակ անց մարեն Toyota Magnich-ի մեքենայում ծագած հրդեհը։ Նախնական տեղեկություններով պատճառը ընթացքի ժամանակ գազի բալոնից արտահոսքն է եղել, որը լցվել է մեքենայի սալոնի մեջ ու դարձել հրդեհ պայթյունի պատճառ։ Սա էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ Toyota-ն բախվել է կայանված ամենագնաց Nissan-ին ու կրակը տարածվել է նաև դրա վրա։ Ու թեև հրշեջներն ամբողջությամբ փորձել են հնարավորինս արագ մարել կրակը, սակայն ինչպես տեսնում եք, Toyota-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ի դեպքում այրվել էր հետնամասը, բայց ժեշտը դեռ ոչինչ։ Ականատեսները պատմեցին, որ Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել 19-20 տարեկան 3 երիտասարդ։ Բոլորն էլ Շիրակի մարզից են, ու երբ նրանք հիվանդանոցից դուրս գրվեն, պիտի պատմեն եղելությունը։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է, արդյոք մեքենայում ծխախոտ են վառել, որ միանգամից կպել է, այդ դեպքում ունեն մեղավորություն, որովհետև սրահում ծխել չի թույլատրվում։ Բոլորդ երևի հիշում եք, մեր բակը ֆիլմի այս շատ սիրելի հատվածը, որը դիպուկ բնութագրում էր
90-ականներին մայրաքաղաքի քրեացին իրավիճակը։ Փաստորեն 90-ականները վերադարձել են ու դրանում հերթական անգամ համոզվեցինք Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցածը լուսաբանելիս։ Եվ ուրեմն ժամը 19:40-ի սահմաններում իրավապանները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Վաղարշան փողոցի 24 կոտորակ 6 շենքի բակային հատվածում ուժեղ կռիվ է, հնչել են կրակոցներ եւ կան վիրավորներ։ Ապտի վրա հենա, այրան հետքիրը, հա։ Ապրեն օպերատիվ ծառայությունները, միանգամից դեպքի վայր են հասնում ոչ միայն իրավապանները, այլև Երևանի 103 շտաբօգնության բժիշկների 2 հերթապահ, որոնք մինչև իմ հասնելը դեպքի վայրում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել ու հիմա տեսնում եք, թե ինչպես են տեղափոխում Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Էս էլ կրակված պարկուշները, դրանք 5-ն էին, վնասված ավտոմեքենաները, որոնցից մեկի վրա առկա է կրակոցի հետ, իսկ մյուսի առնանման հետքեր։ Մի խոսքով, ստեղ րոպեներ առաջ ավարիայի ճակատամարտն է եղել։ Չգիտեմ, ովքեր են հայերը եղել, ովքեր է պարսիկ, բայց եթե ավարիայի հիմքում հայ ազգի ինքնության պահպանման կռիվն է եղել, այս դեպքում պատճառը ըստ նախնական տեղեկությունների մեքենաներով իրար չզիջելն ու մեքենաներով իրար բախվելն է եղել։ Այդպես էին նշում դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։ Ստեղ են ասում, արա, ով եք դուք, ականջդ կանչի ամենայն հայոց բանաստեղծ։ Իսկը քո մի կաթիլ մեղրի պատմությունն է, որ ասում եմ, այս ազգ սատանան է այցելել ու իրեն լավ էլ կոմֆորտնի ազգում չեք հավատում։ Ավարիայի ճակատամարտի ԱԱԳ-ին մասնակիցների իրավապանները արդեն բռնել են։ Իսկ դա նշանակում է, որ մնացածին էլ կբռնեն, որովհետև ինչպես ավարիայից եւ այլ պատմական դրվագներից եք տեղյակ, մեր ազգը հարուստ է նաեւ մատնիչներով։ Այնտես Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին տեղի ունեցածը այլ կերպ, քան ճակատագրի հեգնանք չես անվանի։ Նման անեթեթ մաշ շատ քիչ է լինում։ Երբ ազանգողը նշեց, թե Շամշան, շուտ հասի, ստեղ մահվան ելքով վթար է տեղի ունեցել, չէի կարող պատկերացնել, թե ինչ եմ իրականում պարզելու։ Այո, ազանգողի տեղեկատվությունը ամբողջական չէր, որ վթար է տեղի ունեցել։ Ճիշտ էր, որ մարդ կար մահացած, էլի ճիշտ էր։ Սխալ տեղեկատվությունը այն էր, թե մարդը ինչից էր իրականում մահացել։ Իսկ հիմա լսեք իրականությունը։ Բանն այն է, որ նշված հատվածում իրար են բախվում այս Volkswagen-ն ու Chevrolet-ն, որից հետո երկու մեքենաների վարորդներն ու ուղևորները իջնում են ու փորձում հաշտության եզրեր գտնել։ Սակայն այդ պահին հայտնվում է այս Saturn մակնիշի մեքենան ու վրայերթի ենթարկում Chevrolet-ի վարորդին եւ ուղևորին, ինչի հետևանքով վերջինը 22-ամյա Ռոմելա Սարգսյանը տեղում մահանում է, վարորդը մարմնական վնասվածքներ ստանում։ Դատելով վրայերթի ենթարկած մեքենայի վիճակից ակնհայտ է, որ դրա վարորդը ընդհանրապես չի նկատել դրսում կանգնած մարդկանց, այլապես այս օրին չէր հայտնվի։ Նկատի ունեմ, որ հետիոտներին բախումը ուժգին է եղել։ Հենա, դիմապակու վրա տեսնում եք գլխով հարվածի տեղը, որից հետո հետիոտնը ամենայն հավանականությամբ ընկել է մեքենայի առջևի հատվածի վրա։ Իրոք դաժան ու անհեթեթ մահ։ Չգիտեմ, թե Սատուրնի վարորդի ուշք ու միտքը, խելքը ուր են եղել ու ինչպես չի նկատել երկու մարդու, բայց հաստատ բերդում խելքը տեղը կգա, 1000 ենք ասել, որ օրվա հատկապես մութ ժամերին կրկնապատկեք զգոնությունը։
ու էլի կցորդիչով բեռնատար, այ մարդ, այս ինչքան են սրանք շատացել, իրոք կարծես դառնում ենք տարանցիկ երկիր, բայց ինչպես հայտնի է, ինչքան շատ, այնքան վթարվելու հավանականությունը մեծ է, ու այս աքսիոմի մեջ համոզվում ենք գրեթե ամեն շաբաթ, եւ քանի որ սրանք ծանրաքաշ են, սրանց մասնակցության վթարների դեպքում մահվան ելքի հավանականությունն էլ է մեծ։ Արարատի մարզում ենք, ավելի ստույգ Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կիլոմետրին, Լանջար գյուղի վարչական տարածքում, ինչպես տեսնում եք, իրանական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը գլուբոկի նոկաուտի է ենթարկել Mercedes-ին, այն, ինչ մնացել է վերջինիս, երևի մետաղե ջարդոնի կետերն էլ հրաժարվեն ընդունեն։ Նույնիսկ սարսափում եմ բախման պահը պատկերացնել, չեմ ուզում կատարվածի վարկածները առաջ քաշեմ, թեև հավաքվածները պնդում են, թե բախումը ճակատային է եղել, ու մեքենաներից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց, ամեն դեպքում կարող եմ ասել, որ հենց այդ վարկածը ապրելու իրավունք ունի, որովհետև հանդիպակաց դուրս գալը իրավամբ դարձել է նման ճանապարհներին ամենատարածված խախտումը։ Այս վթարը ունեցավ նաև դաժան վիճակագրություն, 1 հոգի տեղում մահացավ, 5-ին տեղափոխեցին բժշկական կենտրոններ, պետք չէ Նոստրադամուսը լինել հասկանալու, որ տուժածներից գրեթե բոլորը գտնվել են Mercedes-ում ու կապ չունի, թե որտեղ են նստած եղել։ Մեքենայի վիճակը հուշում է, որ եթե մեկ զոհով սահմանափակվենք, իրոք հրաշք կլինի։ Եվ վերջում չարաբաստիկ չորացած փտած ծառի պատմությունը, դեպքը տեղի ունեցել հուլիսի 11-ին, ինչպես սկզբում ասացի, աշտարակի խճուղու վրա, տեսնելով փողոցի այս վիճակը, իհարկե կարելի էր շատ բան ենթադրել ու պատկերացնել, բայց որպեսզի չընկնենք երևակայության գիրկը, կներկայացնենք մեր հավատարիմ հեռուստադիտողի տրամադրած կադրերը։ Հեռուստադիտողը որն է, ականատեսի, որը միայն երջանիկ պատահականությամբ չի դարձել նույն ծառի զոհը։ Աստվածիմ, ասում են մարդու ճակատին ինչ գրած է, ուրեմն տենց էլ կլինի։ Մոպեդավարի ճակատին սա էր գրված։ Պետք է իրա համար ճախրեր ու մեկ էլ փտած ծառը ընկնի գլխին։ Համաձայնեք, որ նույնիսկ ամենապաշտպանիչ կասկան նրան չէր փրկի, ու Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուրալին տեղում մահացավ։ Մի օր էլ ավետիսան այս ծառն անգնելու։ Մտածի այախ է, փողակը 2 անգամ եկել է ուզեցել է հեռասի քանի օքեյ խաղեր են տվել։ Այո, ժողովուրդ ջան, լավին լավ պիտի ասես, վատին վատ։ Նենց չի, որ քաղաքապետարանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության հողակը աշկներից լույսն է։ 1000 հատ կիքսել դրանք են տվել, բայց այս դեպքում սա է իրականությունը։ Ու երբ հարևանության բնակվողներին հարցրեցի, թե տեսակ, որ ձեր անհանդուրժողական պահվածքի հետևանքով մարդ մահացավ, մեքենա էլ վնասվեց, անողորտ հայացքով վրաս էին նայում։ Ժողովուրդ ջան, սենց ծառերը պիտի կտրվեն ու դրանց քանակը փոքր չի, նենց որ երբ դրանց կտրելու անհրաժեշտությունը առաջանում մի ընդդիմացեք, այ եթե մատղաշ ծառեր կտրեն ու տեղը սակուրա տնկեն, ինչ ուզում եք արեք։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։